Ըստ փաստորեն այսօրվա օրակարգում է նաև 200,000 ստորագրություն հավաքելը, որով անվստահության հանրաքվե պետք է անցկացնել։ Դա մենք հանրությանը տեղյակ ենք պահում մեր հաջորդ քայլը։ Մեր հաջորդ քայլը, որ դա էլ է տարբերակ, սահմանադրություն նման հնարավորություն ընձեռում է։ Պարոն Բագրատյան, այդ ճանապարհով որքանով է իրատեսական, որ կարող եք հեռացնել Նիկոլ Փաշինյանին։ Ось մենք ումբերից անում ենք, որ նա հեռանա։ Հավաքում ենք հանրահավաքներ, երբեմն գալիս են 300 հոգի, երբեմն գալիս են 3000 հոգի։ Անում ենք մամուլի ասուլիսներ, ամեն ինչ։ Զգուշացնում ենք ժողովրդին։ Բազմից մենք ասել ենք, որ հեսա այսմյուս առավիլքը մեր գլխին գա, հեսա այսմյուսը։ Մենք պարտավոր ենք դա։ Մենք քաղաքական գործիչ ենք, պարտավոր ենք դա։ Մեզ հալածում են, սպառնում են մարդկանց, որ գաղ միտինգների սական են, քրեական գործել են բացում, բայց դա հիմա Ակավիչներից մեկը այս խաղաղության պայմանագիրն է, որի 17 կետերը արդեն համաձայնեցրել են։ Այնտեղ խաղաղության պայմանագիր չկա, ինչ պայմանագիր, եթե երկու կողմերն իրար չեն ճանաչում, ինչ պայմանագիր, չկա, այդպես կետ չկա, որ իրար ճանաչում։ Բայց Նիկոլ Փաշինյանը ճանաչել է Ադրբեջանը։ Հա, բայց նա չի ճանաչել, չէ։ Ում հետ է ստորագրում պայմանագիր, որը մեզ չի ճանաչում։ Ասում են խաղաղությունը, դրանից հետո նստում են խաղաղություն պայմանագիր ստորագրելուց հետո ասում են դե եկեք հիմա սահմանները որոշեք, Ադրբեջանը նորից հարձակվում է մեր վրա։ Չէ՞ որ խաղաղության պայմանագիրը Ադրբեջանին չի պարտավորեցնում։ Խաղաղության պայմանագիր չկա, որտեղ է սկսվում Հայաստանը, որտեղ է վերջանում։ Մենակ հայկական կողմն է ասում, ես ճանաչում եմ Ադրբեջանը։ Հիմա միակողմանի եթե Փաշինյանը որոշի ստորագրել, վտանգներ կարող է ստեղծել Հայաստանը։ Դա դառնում է պատերազմի պայմանագիր, որովհետև դրանից հետո պարզ չէ Ադրբեջանը ասել է խաղաղության պայմանագիր ստորագրել, դե եկեք սահմանները որոշենք։ Ես սահմանները որոշելու են իրենք։ Խաղաղության պայմանագիրը Բայց համազատման հարցը առանձնացված այդ պայմանագիրից։ Ելում է պետք մեզ այդ պայմանագիրը, ինչն է սա պետք։ Որտեղ Ադրբեջանը գարանտիա է ստանում, որ ինքը հանգիստ ապրում է, մենք իր տարածքը ճանաչում ենք, ինքը ստանում է ճանապարհ դեպի արևմուտք արևելք, Հայաստանը նման պարտավորություն չի վերցնում, ինչ ենք ստորագրում։ Ես նկատել եմ միակողմանի եթե Փաշինյանը ստորագրի։ Այստեղ ինչ խնդիրներ առաջ։ Մեզ կրակը գցի։ Հաջորդ իշխան Փաշինյանը շուտ գնալու է, եւ հաջորդ իշխանությունը չի իմանալու բարդության առաջ է կանգնելու, ոնց փրկի Հայաստանը։ Խուսափելու համար ինչ է պետք անել։ Ինչ է պետք անել, երբ որ այսօր միտինգ ենք անում, պետք է հազարներով գալ, գնալ ճնշել, եւ վերջապես հանել Փաշինյանի աշխատանքին։ Մենք ինչ կարողանում ենք, անում ենք։ Եթե խորհուրդ ունեք ուրիշ առաջարկներ ունեք, խնդրեմ դա կարող եք քննարկել։ Առաջիկայում նաև նախատեսում եք կլոր սեղան քննարկում ուրումադիր ուժերի հետ, հա, արդեն այս առաջարկով հանդես եկել եք, ինչպիսին են արձագանքը տարբեր արձագանքները լավ են, միայն թե խնդիր կա, որ ուրումադիր դաշտում միասնականանալու խնդիր կա, մենք անընդհատ փորձելու ենք դա անել։ Նման քննարկումները սովորեցնում են ուրումադիր դաշտում գործող ուժերին միմյանց հետ աշխատել։ Փողոցային պայքարով հնարավոր է Փաշինյանը հեռացնել։ Ամեն ձևի պայքար, Փաշինյանին ամեն ձևով հնարավոր հեռացնել, ամեն ձևով։ Ինչի՞ չի։ Հիմա ես ինտերվյու եմ տալիս, սա հիշելու եք։ Երբ որ վաղը փորձանք կբերի հանրապետության գլխին, միտեղ միջանցք չի դնում, սա հիշելու եք։ Ես հիշեցնում եմ բոլորին, որ փորձանք է գալիս։ Այդ փորձանքի անունն է խաղաղության պայմանագիր։ Բայց Նիկոլ Փաշինյանը ասել է, որ այդ ճանապարհը տալու է, նա չի թաքցնում։ Դա բան չենք թույլ տալիս։ Նրանք մեզ ճանապարհ չեն տալի, մենք ենք ճանապարհ տալի։ Ճանապարհ չի տալի, միջանցք է տալիս։ Նիկոլ Փաշինյանը ոչ ասում մեր սահմանապանը կանգնած ալելու, մեր մաքսատունը կանգնած ալելու, ես չեմ ասել քեզ բանից։ Միջանցք է տալիս, ինչ։ Քեզ հարցրել է։ Ինչ անշարքում։ Ինչ։ Հայաստանի վերահսկողության։ Ինչ անշարքում, ինքը ճանապարհը տալիս է վերահսկողության, կոնկրետ պիտի ասի։ Ադրբեջանական բեռները մաքսազերծում հասնելու են, թե չէ Հայաստանը տարածքում տեղ։ Ասում է պարզեցված ընթացակարգով։ Պարզեցված ընթացակարգը ո՞րն է։ Առաջ անգամ ենք լսում։ Պայմանավորված Պարզեցված ընթացակարգը թող ասի ո՞րն է։ Սուտ է ասում, հերթական սուտ է։ Պարզեցված ընթացակարգը նա որ մտելու ենք չեն գնալ։ Ու մենք համարձակություն չենք ունենա միանալու։ Ու պատկերացիք այս կողմից մեր մեքենաները ուզում են գնան դեպի Մեղրի, մեր մեքենաները կանգնեցել են, ասել են ադրբեջանցիք, թող անցնեն հետո դուք։ Ստացվում որ մեր տարածքում մենք բան ենք, ինչ խոչ ենք։
Դե ասում եմ մենք ինչ էլ տանք, ինչ ճանապարհ էլ տանք կամ խնդիրի ինչ լուծումներ ունենա, ադրբեջանական կողմը դրա անունը դնելու է միջանց։ Եթե նախորդ իրականում դա միջանց կա լինելու։ Նախորդ ինքը ասում է, որ դուք վաղը իրան չմեղադրեք Հայաստանը տալու։ Իսկ ինչի՞ չի ասում, չէ՞ որ նոյեմբերի 9-ի համաձայնագիրը, որը այդքան մեր դուրը չսակտում չի, ընդ գրած է փոխադարձության սկզբում։ Իսկ ինչի՞ Ադրբեջանը մեզ ճանապարհ չի տալի, որ մենք Նախճեվանով Երևանից գնանք մեղրի։ Հասկանում եք դուք ինչ է կատարում, հերթակը, դրանից հետո արի դրա դեմ պայքարի։ Ադրբեջանցի զինվորը գալու է կամ բերելու են այնտեղ իրանց համար ռեստորան սարքեն, ասեն, բա ոնց Հայաստանի տարածքում անցնելուց ուզում ենք մի բաժակ սուրճ խմել։ Այդ ինչի մյուս երկրները միջանց չեն տալի, ինչի օրինակ Վրաստանը մեզ միջանց չի տալի դեպի Ռուսաստան։ Պարոն Բագրատյան, եւս մեկ հարց, Գյումրիում ընտրությունները, շատ քաղաքական ուժեր ասում են վճռորոշել լինելու։ Սա արդյոք որևէ ազդեցություն կարող է ունենալ։ Շատ, այդ մասին այսօր ես մանրամասն խոսելու եմ։ Գյումրիում ձևավորվել է ընդդիմություն, որը եթե գումարում ես, Հարգելի Արինակ, ի վիճակի է հաղթել։ մենք մի 5-10 րոպե ուղղակի Բարձր Վարկանիշվილი, Վարդան Ղուկասյան։ ժողովրդի մի հատվածը Ընդդիմադիր մյուս տեխնացուներն էլ են։ պետք է սպասել։ Ընդդիմադիր մյուս 10 րոպեից մենք տեխնացուներն էլ բավականին բարձր Վարկանիշվիլ են։ Բայց Գյումրիում կարա կրկնվի Երևանը եւ ամենահավաքական կրկնվի։ Ինչ եղավ Երևանում։ Հավաքեց ԿՊ-ն 9%, Հանրապետություն կուսակցության շնորհիվ, ինչպես նաեւ Հայկ Մարությանի ու այն մեկը, որ ձայնը բանը խաղում։ Մյուս Վարդան Ղուկասյանի։ Հա? Հա, մյուս Վարդան Ղուկասյանի հաշվի դարձան քաղաքապետ։ Հայկ Մարությանը հայտարարեց, որ առանց ձեն հանելու գալիս եք ինձ եք միանում, հասկանալը որտես բան չի լինում քաղաքականության մեջ։ Այն մյուսն էլ ասեց, ես կբռնեմ, կպատժեմ նրան, ով ձայնը տվել է Տիգրան Ավինյանին։ Մինչև հիմա պատժում է։ Պարոն Բագրատյան, ամեն օր Ես ճիշտ եմ ասում, Երևանը ճիշտ եմ հիշում։ մի քանի անգամ մենք լսում Երևանի իրադարձությունը։ Արդյունքում հասպասել էր 9% հավաքած մարդը դարավ քաղաքապետ։ Հիմա կարծում եք նման միջոցները կիրառվելու եւ Գյումրիում։ Այո։ Այո։ իշխող ուժը։ Այո։ Նրանք դա անելու են, դրա համար ես զգուշացնում եմ։ Ես զգուշացնում եմ Վարդան Ղուկասյանին, որն իրոք բարձր վարկանիշում է, այո։ Ռուբեն Մխիթարյանին, չգիտեմ, Մարտուն Գրիգորյանին, չգիտեմ, Հայաստան դաշինքին, չգիտեմ, այնտեղ ապրելու երկիրը կա թե չէ, չգիտեմ։ Միավորվեք, ջարդել են ձեզ, հատա ջարդել են։ Ավելին, Գյումրիում նրանք կարող են նույնիսկ հաղթել, բայց տեղի կունենան այն ինչ Վանաձորում։ Գործող իշխանությունը թույլ չի տա, որպեսզի Գյումրիում կառավարին դիմադիր տեխնացու։ Ոնց որ Մամիկոն ասել են ձերբակալի, նույն անելու են Վարդան Ղուկասյանի հետ։ Պարոն Բագրատյան, ամեն օր մենք կարդում ենք ադրբեջանական, այսպես ասած, հայտարարությունները, որ Հայաստանը գնդակոծել է Ադրբեջանի տարածքը, եւ այսօր էլ հակառակը կարդացինք, որ հայկական մեր դիրքերի ուղղությամբ են կրակել։ Միևնույն ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ խաղաղության պայմանագիրը պարտադիր է։ Այս հայտարարությունները սկսեցին հնչել են բանից հետո, երբ Փաշինյանը հայտարարությունները ինչ է պատրաստվում, ինչ պատկեր են։ Ինքը պատրաստվում է ստորագրել թուրք մի զիբիլ թուրք, որը նոր պատերազմի սկիզբ է լինելու, եւ այդ զիբիլը ինքը անվանելու է խաղաղության պայմանագիր։ Եթե մենք ասում ենք, չէ, Ադրբեջանը մեզից ձեռ է քաշել, բայց տեղից Նիկոլ Փաշինյանն ասում, չէ, այնտեղ բերեք մի բան ստորագրել, որ գնամ ձեր անունն ինչ է, օրինակ, Արսեն, որ գնամ Արսենին ասեմ, տեսար, ասեցի խաղաղության պայմանագիրը, մենք էլ ստորագրել։ Սա է տեղում։ Խելքները գլուխն է հավատել։ Հավատացեք ինձ։ Նիկոլ Փաշինյանը իդեպ Դավաճան չէ, Կապիտոլյան չէ, Նիկոլ Փաշինյանը պարզապես թշնամի է։ Մեր հայ ժողովրդի շահերի թշնամի է։ Նա թշնամու գործակալ է որպես աշխարհ։ Տեսեք, այս պայմանագրի ստորագրումը ողջունեցին բազմաթիվ երկրներ, այդ Ռուսաստանը, Ղազախստանը, մեր դաշնակից։ Բոլոր երկրները հայտարարել են, որ խաղաղությունը ողջունում են։ Այդ պայմանագիրը ոչ ոք անալիզ չի արել։ Երկու օր առաջ Վեննայից ինձ զանգեց մի ծանոթ պրոֆեսոր էկոնոմիստ հրավիրում էր բանի կոնֆերանսի եւ խնդրում էր, որ զեկուցումով հանդես գա եւ հանդերձ այդ պրոֆեսորը, որին ճանաչում եմ շուրջ 20 տարի, ասում է, «Ես այդ ինչ ստիծվեց այդ Կարիդորը ճանապարհը տվեք բրցեք, էլի»։ Հարասում հասկանում ես, որ այդ նույնն է, դե դուք չի չեք Շվեյցարիայից դեպի Գերմանիա կամ Բերլին ճանապարհ կարիդոր տալու։ Ասում եմ, այդ մասնախոսքը ասում եմ, նոր հասկացա։
Պարոն Բագրատյան, ես մի հարց եմ տան, տեսեք, խոսքը վերաբերում է այդ չարաբաստիկ միջանցքին։ Հայաստանի Հանրապետությունը ԵԱՏՄ-ի անդամ։ Մենք գտնվում ենք այդ միության մաքսային ոտում։ Հիմա Թուրքիայից Ադրբեջան եւ Ադրբեջանից Թուրքիա բեռները եթե մեր տարածքով հասնեն, սա այս ԵԱՏՄ-ի կանոնակությունը մեզ չէ, որ Նիկոլ Փաշինյանն է գրել։ Չի կարող։ Նո, դուք խառնում եք ամեն։ Դուք լրիվ խառնում եք։ Մեր տարածքով նախատես բան մի ասեք մեր տարածքով ասեն։ Նրանք ուզում են ասեն առանց մաքսազերծման եւ առանց սահմանափակների միջամտության։ Դուք մի խառնեք։ Ժողովուրդը չի հասկանա ձեզ։ Չէ։ Այդպես բան չկա։ Իսկ նես, եթե մաքսատուն կա, եթե սահմանափակ կա, պաշտոնը թող գա, քննվեն, ասնեն։ Ով ասես, տրանզիտ, դա նշանակում է տրանզիտ ճանապարհ։ Դուք ճանապարհը մի խառնեք, կա միջանցքի տարբերակ, կա տրանզիտի ճանապարհ։ Մի խառնեք։ Չէ, ժողովուրդը կլսի, ձեզ էլ կարծի թե դուք բանեք, հարցեք տալիս։